Ողջույն։ Հայաստանի լրահոսում հանցավորության մասին լուրերը քանակով հավասար են մյուս բոլոր լուրերին։ Միայն վերջին շաբաթում բազմաթիվ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, ծեծկռտուքներ։ 3 լուր վերջին օրերից։ Երևանի Մուրացան փողոցում կրակոցներ են հնչել, նռնակ են նետել, 20-ամյա մի երիտասարդ զոհվել է, 15-ամյա պատանին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, առնանման հետքեր, վնասված ավտոմեքենաներ։ Դրանից առաջ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա քաղաքացի հրազենային վնասվածքով։ Դրանից առաջ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկի բակում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ, կացնի պոչ։ Սա մեր երկրի ամենօրյա լրահոսն է։ Քանի ծնողի արդեն տղա երեխային արգելել երեկոյան 8-ից հետո տանից դուրս գալ։ Վտանգավոր է։ Այս կրակոցների պատճառը հաստատ Սևլիճը ազատագրելու բանավեճը չէ, ոչ էլ Արցախը հետ բերելը։ Կարդում ես ինչի համար են կոտորում, հիվանդանոց ու գերեզման հասցնում, զարմանում ես։ Օրինակ շան հաչալու պատճառով, ծորակը բացելու պատճառով, վարդավառին ջրելու պատճառով։ Կարող ենք իհարկե հանրությանը կոչ անել իրավագիտակցության, բայց ախր խնդիրը հանրությունը չէ, խնդիրը պատասխանատու պաշտոնյաներն են, կարգ ու կանոնի բացակայությունը նրանց կողմից։ Այն օրն է ասում, որ երբ մեր երկրի իշխանությունը կանոններից դուրս է, անում է ինչ ուզում է, խախտվում են այդ կանոնները բոլորի համար։ Մեր երկրում իշխանության է մարդ, որն ատելության մեծագույն քարոզիչն է։ Նրա բառապաշարը, հիստերիկ ելույթները ատելություն են սփռում ամենուր։ Դա ապականում է անգամ ամենախաղաղ միջավայրը։ Հասարակության ամենակարևոր պահանջմունքներից մեկը ֆիզիկական անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է։ Մարդասպանությունը, ծեծկռտուքները հանրային բանուկ հատվածներում են, բազմահարկ շենքերի բակում են, անգամ դպրոց մանկապարտեզների մոտ են։ Նիկոլն ասում էր, պետությունը միակն է, որն ունի ֆիզիկական ուժ կիրառելու օրինական իրավունք։ Հիմա պետությունը կորցրել է այդ մենաշնորհը։ Հանցավոր տարրերը այլևս չեն վախենում իրավապահ համակարգից։ Եվ հանրության մոտ հարց է առաջանում. դուք վերահսկում եք իրավիճակը, թե վերահսկում եք, որ հանկարծ այս ամենը չհանդարտվի։ Հարևաններից մեկն ասում է, թող իրար ուտեն մինչև մաքրվի։ Չի մաքրվի, ասում եմ։ Սա հանցավորություն ստեղծող, կրիմինալ դարձնող կառավարություն է։ Առաջ ասում են, այսինչ տեղը, այսինչ դեպքն է եղել։ Հիմա ամեն մեկը իր բակում ունի նման օրինակ։ Մեր երկրում ատելության անսահման դոզա կա։ Երբ երկրի ոչ բարով ղեկավարն է սպառնում սպանել, նրանից ուղղակի թույն ու մաղձ է հոսում, այդ ատելությունը մտնում է եթերներ, սոցցանցեր, լրահոս, ուրեմն չի կարող չներգրավել հանրությանը։ Երբ երկրի ղեկավարը ամբիոնից բռնություն է քարոզում, հայհոյում, սպառնում, դա ազդանշան է դառնում փողոցի համար։ Եթե իրեն կարելի է, ինձ էլ է կարելի։ Երևանում ռազմորկաների ժամանակ նռնակ են նետում։ Հասկանում եք, պատկերացնում ենք, թե ինչ է դարձել մեր երկիրը։ Ու այդ իրավիճակի ողբերգականությունը ընդգծում է երկրի ղեկավարության պահվածքը։ Փառատոններ, քեֆ ուրախություն, երկիրը սարքել են հանցավորությունից գլուխ չբացող Սիցիլիա ու ինքնամոռաց քեֆ ուրախություն են անում։ Ցուցադրում են իրենց հանգիստ կյանքը։ Ներքին գործերի նախարար աշխատող այդ տիկինը, որ պետք է վաղուց արդեն 25 անգամ հրաժարական տված լիներ, ինչ որ կարմիր պասպորտ է գովազդում, թե սա Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագիրն է, աշխարհի ամենաանվտանգ փաստաթուղթը։ Ինչով է անվտանգ, կասեք, որ դա մոտդ է լինում, չեն կրակում։ Այս ընթացքում քանի հոգի փողոցներում զոհվեց, որ պետք է այդ անձնագրից ստանար։ Այն մարդուն, որ վաղը պետք է այդ աշխարհի ամենաանվտանգ կենսաչափական անձնագիրից ստայիք, 3 գյուլել են։ Այս ամենը կհասկանայի, եթե չունենայինք ներքին գործերի նախարար, գլխավոր դատախազ, վարչապետ, բայց ունենք, ու ամեն մեկը ամսական ստանում է միլիոնների աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար, մենակ մեկ ամսում մինչև 9 միլիոն պարգևավճար են ստացել։ Սրա համար, նրա համար, որ ոչինչ չկանխեն, պետության ղեկավարներից ակնկալում է, որ ոչ միայն
արձագանքեն արդեն տեղի ունեցած ողբերգություններին, այլև ստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ նման դեպքերը հնարավորինս կանխվեն։ Այդքան հեռախոս է գաղտնալսում։ Թիմակից 10-ում էր սաղ հեռախոսները լսվում են։ Բա որ լսվում են, կանխեք հանցագործությունները։ Զապիսը զապիսի վրա հրապարակում էին ընտրությունների ժամանակ, իբր ընտրակաշարք են տվել, կտրում, կպցնում ձայնագրություն էին ստեղծում։ Մի օր չլսեցինք, հանցագործություն կանխեիք այդ զապիսներով։ Կարդում ենք լուրը, որ վիճել են, հետո բաժանվել են, գնացել են, անձնակազմ են հավաքել, եկել ծեծկրտուկ սպանոցի վիրավորներ կան։ Հեռախոսով զանգել հավաքվել են, չէ, բանդայի անդամներին։ Դուք էլ հեռախոսները լսում եք, ինչ եք կանխել։ Թե ասել եք, չէ, սա ընտրական թեմա չէ, քաղաքական թեմա չէ, ոչինչ, թող իրար ուտեն։ Տեսել եք կադրերը, երբ մարդամեկը այս ամենի հեղինակը որևէ մարզ է գնում։ Ամբողջ ոստիկանությունը զբաղված է տարածքը ազատելով ու դրան սպասարկելով։ Երբ ոչ միտեղ չի գնում, մեկ է ամբողջ ոստիկանությունը զբաղված է միայն դրան դայակություն անելով։ Իսկ սաղ երկիրը կրիմինալը խեղդում է։ Հələ պատկերացրեք, էլի այսպիսի մի վարժություն անեն։ Ոստիկանություն 2 հատ զանգ է գնում, ասենք, պատկերացրեք, 2 հատ զանգ է գնում ոստիկանություն, մեկն ասում է այսինչ թաղամասում ոստիկանության շենքի կողքը ինչ որ ջահելներ իրար դանակահարում են։ Մյուսն էլ զանգում ասում է նույն թաղում ինչ որ մեկը պլանավորում է մի տարուց Նիկոլի դեմ ինչ-որ գործողություն անի։ Ինչ եք կարծում, ոստիկանությունը որ դեպքի վայր կհասնի ու երբ կհասնի։ Այսքան կրակոց, սպանություն, վայրենություն։ Տեսել եք մեկին Ծառուկյանի պես օրինակ պոլին պարկեցնեն։ Չէ, որովհետև այդ փողոցային հանցագործները քո, այսինքն հանրության թշնամին են։ Դրանք Նիկոլին վտանգ չեն ներկայացնում, դրա համար էլ չեն պարկացնում այդպես։ Պարկեցնում են նրանց, ում Նիկոլն է համարում թշնամի։ Նիկոլի թշնամիներին այսինքն։ Կարճ ասած, պետության առաջին պարտականությունը մարդու կյանքի պաշտպանությունն է։ Ամենավտանգավորը ոչ միայն այս կրակոցներն են, այլև դրանց սովորելը, որ մեզ համար դառնան սովորական, արդեն այդ ճանապարհն ենք բռնել։ Փողոցային կռիվների պատճառով մահերը սովորական են դառնում։ Ասում է սահմանին մարդ չի զոհվում, իսկ երկրի ներսում այս իրավիճակը Ժորժ ջան չի հարթվելու, քանի որ մեր երկրում իշխանության է մարդ, որը ինքը ատելության կծիկ է, թույնով լի պարկ, այս հանցավորության ոգեշնչման աղբյուրը։ Դրա համար էլ մենք միշտ պատրաստվում ենք էլ ավելի վատին, քանի ինքը իշխանության է։